Պետք է հարուստից ծիծաղ փորձենք։ Ահա բացաները։ Քո միտքն է եղել հենց կիսաբացը։ Հերոստատեսության դիմաց էշերով ու կացիններով գոռում էին կացին հրաչ։ Որտեղ է տեղի մեղավորությունը կամ ինչ ես պիտի անեի, որը չեմ արել։ Եղել է որ բան պատմեն ու ասես այսի կրակելու է եթերը։ Երբ որ իրանք եկան պատմեցին այդ պատմությունը, որ իրանք սիրում են պատուհանի առաջ դրանով զբաղվել, որ իրանք տեսնեն, Ասում են հրաչը մարդկանց դժբախտության վրա բիզնես էր անում։ իսկ ես արդարանալու բան չունեմ, ոչ իմ, ոչ ինչ-որ մեկի առաջ։ Իսկ դու էմպաթ ես ընդհանրապես։ Չէ, բացարձակ։ Ողջունում եմ ձեզ, դուք նորալիքում եք, իսկ մենք զավզակներն ենք։ Այսօր մեր հյուրն է դերասան, պրոդյուսեր, հաղորդավար, երկրի գլխավոր սկանդալիստ կամ հրահրող սկանդալիստ։ Ինչի՞։ Չէ, այդպես չի, Հրաչ Մուրադյանը։ Ես սկանդալները իմ կողքն են, բայց իմ մասին չեն երբեք, այդ ինձանից չի։ Դուք ձեր մասին մտածեք։ Ամբասադորը սկանդալի լավ։ Հայ, լավ, օքեյ, այդ դրա հետ համաձայն եմ։ Ես քանի որ այսօր ռեստորանային եմ հագնված, ողջունում եմ ձեզ մեր այս գեղեցիկ խոհանոցում Հրաչ։ Քյաբաբդ պակաս։ Ծանոթացնեմ քեզ մեր խոսքի ձկնիկին, ինքը շատ գաղտնաբահ է, լիքը ինֆորմացիա գիտի, բայց երբեք չի կիսվում ոչ մեկի հետ։ Այնքան ինֆորմացիա լսե ուռել է այսպես։ Շատ ապահովա, կարակո հաղորդումներին մենք տրամադրենք, ինքը նստի, լսի ու դա դուրս չգա ոչ։ Եղել եք, ականատեսել եք իմ հաղորդումներին, կարծում եմ կպատմեք մի Ես քիչ եկել էլ եմ անգամ կպատմեք։ ձեր հաղորդումներին։ Դուք երկուստ էլ մի քանի անգամ, եթե չեմ սխալվում, եղել եք, այո։ Երկու անգամ Հերիքա։ սկանդալային օրեր։ Ես մեծ հաճիկով կգամ։ Ոտներդ կտրել եմ արդեն։ Չէ, ես կգամ մեծ հաճիկով։ Ես դες չի եղել որ մերժան։ Չէ, դուք գիտեք ես դες ոնց եմ վերաբերում, եթե լավ չվերաբերեի, այստեղ անելիք չունեի։ Հա, հաստատ։ Մենք էլ ես։ Մենք Դու պատասխանել ենք եկեք դուի Հա, անցնի։ իսկականից էլի։ Այո, դու ես։ Մենք պատրաստել ենք տաք հարցեր քո համար, հեսա Նինան Միկրովալովկայի մեջ է մեր Այո, տակ պատրաստ հարցերը։ է։ Օպա։ Տակ հարցերը Տակ, չվարվեք։ հա։ Այս ռեստորանային սառոճկաս։ Գնացի։ Եվ առաջին տաք հարցը։ Մարդ, ով երկար տարիներ լսել է հայկական իրականության ամենածանր սոցիալական պատմությունները, ինչպես էս հաղորդումներից հետո հանգստացրել մտքերը, եղել է շրջան, որ կարիք զգաս ասենք հոգեբանի այցելելու։ Եղել են տարբեր շրջաններ իրականում։ Առաջին շրջանը եղել է ժխտելու շրջանը, որ դա իրականություն չի, ձեր հետ նույն ձև դուրս եմ եկել կադրից, ոնց որ մարդիկ չէին հավատում, ասում են որ իսկական է, իսկական ծառչուկ զարգ։ Կարակ հիմա մի քիչ բարձր խոսակ։ Իսկական է։ Իսկական է, չեք սարքել։ Հետո եղել է այն, որ ես իմ ծնողների վրա էի ջղային, որ ինձ մեծացրել են վակուումի մեջ, որից դուրս փաստորեն ուրիշ աշխարհ կա։ Եվ ես չեմ զարմանում, որ ամենամեծ խոսակցությունը կիսաբաց լուսամուտների շուրջ եղել է, որ մարդիկ ժխտում էին իր իրական լինելը, որտեղ դա ամենահեշտն է։ Շատ ավելի դժվար է ընդունել, որ այդ մարդիկ կան, ու դրա հետ ինչ-որ մի բան պետք է անել։ Եղել են տարբեր շրջաններ։ Հոգեբանի դիմել եմ ու հասկացա, որ միակ տարբերակը հոգեբան դառնալն է։ Երկրորդ մասնագիտությամբ ես այո, գիտությունների ազգային ակադեմիան ավարտել եմ եւ ունեմ երկրորդ մասնագիտություն Իսկ հոգեբանի։ դու էմպաթ ես ընդհանրապես։ Չէ, բացարձակ։ 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 Հո, այսինքն այդ թեմաները քո կողքով անցնում են, դու ծանր չես ստանում։ Ես ասում եմ քեզ, եղել են տարբեր շրջաններ, եղել է, երբ որ ես կադրից դուրս եմ եկել, շատ հաճախ տեսնում էի, որ ես հուզվում էի։ Այդ հուզմունքս ավելի էր մեծանում, երբ որ ես կադրից դուրս էի։ Ես հիշում եմ մի հատ պատմություն, որ երբեք չեմ մոռանա, սև աչքերով սոված կնոջ կերպար պատկերացրեք ու երբ որ ինձ իր տղան ասեց, որը 8 տարեկան էր, իսկ այն ժամանակ դեռ օրենքով արգելված չէր երեխաների հետ զրուցելը եթերում, հետո հեռահան ընդունեց, որ մենք երեխաներին ցույց չենք կարող տալ եւ այլն։ Այդ երեխան, որ պատմեց, որ ինքը վերջին 7 օրվա ընթացքում մենակ ադիբուդի է կերել։ Ոյ։ Ես ավարտեցի եթեր, բայց հետո ինքս չէի կարողանում հավաքել ինձ լուրջ մեղավորության մի հատ զգացում էր մոտս, բայց տարիների ընթացքում դու կոփվում ես։ Ես չեմ կարող ասել դա լավ է, վատ է, բայց Էլ չես զարմանում լիքը բան։ այ հա, ճիշտ բառ ես օգտագործում, որ ես չեմ զարմանում։
Այսինքն փորձում եմ դրա ծագումնաբանությունը գտնեմ, որտեղից է եղել դա, այսինքն ինչ տրավմայի արդյունքում կարող է լինի, ոնց կարամ ես ստեղից Բայց այդ պարագայում, այսինքն լավ բաներից է, այդքան չես ուրախանում, այդ շատ վատ է, էլի իրականում։ Ես այդ հոգեվիճակում եմ հիմա հասկացած ես նոր։ Ոնց որ հիշում եմ 10 րոպե առաջ դու էի։ Հա, բայց դու էի, չգիտեմ, մոռանում եմ, կները սայով ավարտի բառը, հա։ Չէ, իրականում այդ հոգեվիճակը ես մի քիչ հասկացա, ես որովհետև էմպաթ եմ, դրա համար հետաքրքիր էր, էլի, տենց ներված։ Ես շատ էմոցիոնալ մարդ եմ։ Շատ, բայց էմոցիաները սկսել եմ ցույց չտալ, այսինքն ինձ դժվար է այս ամեն ինչից հետո ցույց տալ այդ էմոցիաները։ Ես այդ փոթորիկը մեջս է տեղի ունենում ու մարդկանց թվում է, որ եկեք մի հատ մեր ընտանեկան օրինակով բացատրեմ, որ բոլորին իմ կնոջ բարեկամներին, որոնք պարսկահայեր են, թվում էր, որ ես շատ ջղային մարդ եմ ու առաջին ռեակցիան, որ եղել է, իր բարեկամները, երբ որ իմացան մենք պաշտոնապես իրար հետ ենք, հա, տարիներ անց, որտեղ մենք դրա մասին չէինք խոսում։ Ասում էին զոքանջ մայրիկիս, այդ ջղային մարդու հետ ինչ գործ ունի։ Հա, բոլորը կարծում են, որ ես կյանքում տենց շատ բարկացած ման եմ գալիս Բայց անընդհատ։ մինչև քեզ տենալը ես եմ տենց մտածել։ Բարկացած եմ, ես ոնց եմ իրականում։ Չէ, շատ թեթև մարդ հրեշտակ։ Թեթև սերևով։ Հա, երևում է։ Թողել եք։ Մեկ էլ բայց բան է ուզում հարցնել։ Եղել է որ ուզեցել ես էմոցիաներ ցույց տաս, բայց մտածես կարող մարդիկ մտածեն կեղծա ու եթե Ես երբեք մարդկանց մտածելու մասին չեմ մտածել։ Երբեք մարդկանց չեմ արգելել, ոնց որ եթերից առաջ էինք տեսագրությունից խոսում, բացարձակ հարցազրույցներից փորձել եմ ինձ զերծ պահել, որովհետև ես մարդկանց չեմ ուզել երբեք ապացուցեմ հակառակը կամ ոնց ուզել են, ինչ ուզել են, կարող են մտածել։ Ես գիտեի, թե ինչ եմ անում, ազգային ժողովի նախագահն էլ ասաց ձեր տաղավարում, տեսել եմ այդ կտորը, հա, որ փաստորեն մարդիկ չգիտեին, որ իրական Հայաստանը դա էր եւ պետք էր պարզապես մի քիչ մոտիկից ծանոթանալ եւ մինչև չես առերեսվում, չես հասկանում, ասում եմ, ես ինքս էլ այդ փորձով անցել եմ։ Ոնց է եկել քո մոտ այդ միտքը, որ այդ թեմային պետք է անդրադառնալ, թե ինքնըստինքյան է եկել, որ այդպիսի մարդիկ են դիմել հաղորդմանը։ Տեսեք, ես առաջին թոք-շոուն առհասարակ հայկական հեռուստատեսության պատմության մեջ արել եմ այստեղ, այս կառույցում, հանրային հեռուստատեսությունում, դա կոչվել է բաց նախագիծ։ Այն ժամանակ դա չի եղել իրական եւ եղել է այո դերասանների մասնակցությամբ կարծում եմ հանրայինն էլ չի ժխտում այդ հանգամանքը։ Հուսով եմ ամեն այնպես չի ժխտում։ Վաղեմություն անցած բան է։ Եվ դրանից հետո, երբ որ արդեն տարիներ էր անցել ու մեր հասարակությունը պատրաստ էր, ասեմ ձեզ երբեմ ես հասկացել, երբ որ դա պատրաստ է։ ATV-ն անում էր Սեքսը փոքր քաղաքում հաղորդում, որտեղ անընդհատ զանգում էր մի ծերզույգ ու ասում էր, որ իրանք ուզում էին նկարվեին, սիլուետով էին այնտեղ նկարվում, այսինքն պատմությունները պատմում էին, իրական մարդիկ էին, բայց դեմքը փակ էր, հա։ Ու ասում էին, որ չեն ուզում գան, մինչև իրենց թոռը, որը նայում է էլի ծրագիրը, չգնա բանակ։ Հենց թոռը գնաց բանակ ու հնարավորություն չուներ արդեն հեռուստատեսություն նայելու, այն ժամանակ YouTube-ը եւ այսինքն on-line այդքան տարածված չէր, իրանք եկան պատմեցին, ասում եմ ձեզ 60-նան զույգ էր, որը սիրում էր սեքս բառ օգտագործում են ձեր մոտ։ Հա, մեծ ենք ասել։ Ինչ ասեցի։ Խնդրում եմ Ինչ ասել։ անելուց առաջ ասեք դուրս գամ։ Երբ որ իրանք եկան պատմեցին այդ պատմությունը, որ իրանք սիրում են պատուհանի առաջ դրանով զբաղվել, որ իրանք տեսնեն։ Պատուհանի առաջ, դա չի պատուհան։ Այսինքն բաց, կիսաբաց։ Կիսաբաց, ես հասկացա, որ եթե այս տարիքային խումբն է պատրաստ խոսելու այդ մասին, իմ համար էլ էր շոկ դա, ասում եմ։ Դե հա։ Ու սկսվեց, հա, կիսաբաց լուսամուտները շատ դժվար, բայց սկսվեց ու ամենօրյա եթերում։ Իսկ քո միտքն է եղել հենց կիսաբացը։ Կիսաբաց լուսամուտները իմ միտքը չի եղել, դա եղել է Հրաչ Քեշիշյանի եւ Դավիթ Ավետիսյանի, ովքեր ղեկավարում էին ալիքը, ինձ հրավիրեցին թոք-շոու անելու, այն թե ինչ ֆորմատով պիտի արվեր։ Այո, ես արդեն այդտեղ իմ մասնակցությունն եմ ունեցել, բայց թոք-շոու ունենալու գաղափարը, որի համար ինձ հրավիրել էին, ասում եմ Հրաչինն է Քեշիշյան եւ Դավիթինը։ Հիմա չէր ուզի նոր թոք-շոու։ Ես կարծում եմ հիմա կյանքը եւ մանավանդ արցանցը, հա, այն իրավիճակում, հա, որ TikTok-ը մեծ թոք շոուի մեջ են։ Հա, իմաստ չկա, եթե
ծախսել այդքան գումար մեծ շոու անել էլի։ Եվ հա ինքը բավական մեծ բյուջեով հա ծախսատար ծրագիր է։ Ժամանակի մեջ էր ինքը ճիշտ եւ 15 տարին քիչ ժամանակ չի։ Իսկ սպասել եք, որ այդ խավի մարդիկ են դիմելու, թե չեք սպասել, որ օրինակ սենց ծանր խավեր են դիմելու կամ ոնց ասեմ, հաղորդման ընթացքում նենց դեպքեր ա եղել, որ շատ անհավատալի է, սպասել եք այդ պատոկին, թե մտածել եք սենց մի քիչ թեթև կրնի կամ բան։ Ոչ մի սպասում, ինչ որ կետ եղավ, որ մենք էլ սպասում ուղղակիորեն չունեինք, որովհետև դու հասկանում ես, որ իրականում պարտադիր չի, որ մարդը լինի մարզաբնակ, որ լինի որոշակի խնդիրների տեղ Երևան կենտրոնից շատ մարդիկ, հա։ Օրինակ ես կատվի դրախտեր է թողարկումը կոչվում, ապարանի ջրամբարի կառուցողի ընտանիքներ եկել, այսինքն կիններ, երկու աղջիկներն էին, ընտանիք, որն ունի բարձր ինտելեկտուալ որոշակի կարողություն, հա, բայց այնտեղ էլ կար խնդիր։ Դրամ շատ ստերեոտիպային է այդ ձեր հարցը բացատրեմ ինչի, որովհետև կիսաբաց լուսամուտների վերաբերյալ ստերեոտիպ կա, որ մենակ վատ ապրող սոցիալական վատ խումբն է եկել, ոչ, տարբեր խմբեր են եկել եւ այդ սկանդալային թողարկումները, որ եղել են ամիսը 1։ Դուք էլ եք երևի թե TikTok-ում սկսել դրանցից։ Մենք այն բլոգերներից որ դեմ էինք, որ անեն։ Հա, ես օրինակ չեմ սիրել, երբ որ ակցիաներ եք կազմակերպել։ Ստորիներով անդրադառնում ենք, այսինքն մի քանի խումբ իմ մոտ այն բլոգերներ գիտակցությունն է եկել, որ ես հասկացել եմ, որ իրանք ռեալ մարդիկ են ու չեմ կարա իրանց ցավի վրա ծիծաղամել, այտենց փորձել եմ համանային դեպս չեմ նկարել TikTok երբեք իրանց։ Բայց հա, ոնց 50-50 էր։ Մի մասը նկարում էր այդ ձայների տակ ինչ որ բաներ, բեմականացումներ եւ այլն, հրաշ ջան, չգիտեմ եւ այլն։ Բայց մի մաս եղավ մի հատ պերիոդ, որ ոնց որ խոսացինք, որ ոնց որ չարժի, դա իսկական մարդիկ են իսկական խնդիրներով։ Բայց այդ պերիոդին մի հատ sense ապտակ դուք ձեր TikTok-ն եք բացում, բանը, կիսաբաց լուսամուտների ու հենց դուք եք գցում այդ սկանդալային հատվածները։ Ես կուզեմ դրան մեկնաբանություն տալ, որովհետեւ այս դեպքում մենք խուսափել էինք դա անելու տարիներ, բայց հետո եղավ հեղինակային իրավունքների լուրջ խնդիր, եթե նկատել եք։ Հա, Instagram-ի էջեր կան, որ փակվում են, եթե կիսաբաց լուսամուտի ձայնով ես գցում։ Հիմա բացատրեմ դա ոնց է։ Ուրեմն TikTok-ի edge-ը տեսել եք կիսաբացի, որ վերիֆիկացված է։ Մի օր նստած էի Միացյալ Նահանգներում, պանդեմիայի շրջանն էր, երբ որ մեծ կորպորացիաներ են զանգում, այնտեղ համարի փոխարեն գրվում է անունը, գրված է TikTok։ Ես չունեի նույնիսկ այդ ժամանակ TikTok։ Ինձ ասում էին ով եք դուք, փորձում էին ճշտել, որ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում դուք գեներացրել եք, ձեր հաշթագը գեներացրել է 240 թե 270 միլիոն դիտում։ Մենք ունենք լուրջ խնդիր հեղինակային իրավունքների, կարգը այսպես է, որ մենք ձեզ պետքա բացենք edge, վերիֆիկացված, որտեղ լծվի օրինական նյութերը, որից հետո կլինի։ Իրականում էջեր են, մեծ էջեր են փակվել այդ դրա պատճառով։ Շուշիները այտենց փակվել, կարծեմ ես հիշում եմ, որ ասում էր, հա։ Այ ավտոմատ այս հարցին անդրադառնամ, հաստատ շատ էս այտենց մեմեր, համ հյուրերի կատարմամբ, համ քո կատարմամբ, ոնց ես իրանց վերաբերվում։ Օրինակ, որը ծիծաղալի է, ծիծաղում ես, թե ամեն Իմ համար ոչինչը, որը մեմի են վերածում, կոնտեքստից դուրս վերցրած, ծիծաղալի չի, նույնիսկ ժպիտ չի առաջացնում դա իմ մոտ։ Ես նույնիսկ հումորային շոուները, որոնք կային, դա վիտամիններ, հումնսներ եւ մնացածը, ասում էի դուք կարող եք հումոր անել իմ վրա, բացարձակ օքեյ եմ դրա հետ, բայց օքեյ չեմ, որ այդ կարգավիճակով մարդկանց ծաղրում եք եւ իրանց դժբախտությունը ծաղրի առարկա եք դարձնում, մինչեւ օրս դիրքորոշումս չի փոխվել։ Իսկ քո նմանակումը, որ անում են օքեյ ես դրա վրա։ Իհարկե, հակառակ շատ ավելի ծիծաղալու է դա, բնական է հանրային մարդ ես։ 32 ատամի կիսաբաց լուսամուտները ես մինչեւ հիմա դնում նայում եմ, որ Սլավիկի հետ ծանոթացանք։ Սլավիկի հետ այդ շատ ծիծաղալու է։ Դե Զարան ինքը չի էլ շղթում, որ կիսաբացով ապրում է, ու Զարան հստակ, կոնկրետ, այնտեղ շատ կարևոր միտք է պետք հասկանալ, որ դա հնարած չի, շատ կոնկրետ կտորներից վերցրած է եւ ընդհանուր մի հատ բան է սարքած։ Հա, այդ ժամանակ ծիծաղալը դա նաեւ արտիստից, մատուցումից է կախված, չէ, որքանով ես դու գրոտեսկ անում, դա ցույց տալիս։ Հետո չես վիրավորում դիմացին։ Իսկ
Վաղ չկար որ մարդիկ կասեն, լավ որ գնանք մեզ ձեռ կառնեն մնացածը։ Իհարկե, շատ մեծ է այդ վախը եղել նաև մարդկանց կողմից, որը մեկը չէր խոսում, որ այդ մարդիկ ունենում էին հսկայական հնարավորություններ դրանից հետո, չգիտեմ, այս պայծրությամբ եթե չեմ սխալվում թվերը 26 տուն ենք տվել, 17 բնակարան ենք տվել, մի քանի ջերմոցային տնտեսություն ենք կառուցել, որը եղել է ոչ թե իրանց ընտանիքի համար միայն ֆինանսական աղբյուր, այլ իրենց համագյուղացիներն էլ գալիս էին աշխատում էին, գյուղատնտեսությամբ զբաղվող մասնագետներ էինք վարձում, որոնք սովորեցնում էին նաև ջերմոցային տնտեսությունը աշխատացնել, օրինակ եմ ասում, դες ամբողջ ջերմոցը ասում էին մի ցանեք, 3 մարկ ցանեք, հաջորդիվ հետո 3 մարկ, որպեսզի մինչև սա պատուղները, այսպես ասած, հասունանա, դու կարողանաք վաճառքը դրա իրացումն ապահովեք, մյուսները սկսեն չհասնեք։ Այսինքն տենց նրբություններ կար, որ ես ինքս չգիտեի։ Իսկ ամենասիրած արտահայտությունը ո՞րն է Կիսաբաց լուսամուտի հաստատում ես։ Մեմը։ Մեմը ասելով օրինակ ո՞րն է ամենասիրածը։ Ինձ թվում է ասել եմ սրա մասին բարձրաձայն, Ձմեռ պապի առևանգումը, այդ երբ որ մի հատ պատմություն է պատմում հերոսներից մեկը, թե Հանրապետության հրապարակից ոնց են գողացել Ձմեռ պապին եւ տարել ինչ որ գերեզմանոց թալանել, թե հիմա չեմ հիշում մանրամասները ոնց է եղել, բայց իմ համար է դա եղել։ Իմ համար ամենածիծաղալու ֆրազը դա է։ Կարող է որոշակի թվեր։ Շոկային պատմությունները, որ ասենք ինչ-որ շոկային էր, այդ պահին եք իմացել։ Հա, որովհետև շատ դեպքերում իրենք չէին պատմում դրանց մասին թիմի անդամներին, որոնք շաբաթներ գուցե աշխատում էին, բայց մարդիկ, որոնք հասնում էին Կիսաբաց լուսամուտների տաղավար, մենք ունեինք ընդհանրապես դա նկարվում էր ուղիղ եթերի ռեժիմով, այսինքն ստոպերով չէր նկարվում, սկսվում ու ավարտվում էր։ Շատ հաճախ իմ ականջին էլ ասում էին, առաջին անգամ էին խոսում։ Իրանք երբ որ ինձ տեսնում էին, իսկ ես ունեի մի սկզբունք, ես այսպես էի պատկերացնում։ Ես այս մարդու հետ հանդիպում եմ, գուցե կյանքումս մի անգամ, եւ պետքա մաքսիմումը անեմ, որպեսզի ինքը կարողանա ճիշտ ներկանալ։ Ճիշտ դա չի նշանակում, որ ես գույները պիտի խտացնեմ կամ պարզացնեմ։ Ոնց ինքը ճիշտ է գտնում, որ ինքն իրեն պիտի ներկայացնի, այդպես էլ պիտի ուրեմն ներկանա։ Ես իրեն չէի խանգարում, փորձում էի մաքսիմումը անել, որ ինքը կոմֆորտ իրավիճակում լինի, որ ջուրը։ Քեզ որպես հանրային կերպար վստահում էին, դրա համար քեզ ավելի հանգիստ պատմում էին, ասենք թիմին չէին պատմում, կարող է ավել պակաս ուրիշ տեղ խոսալ, բայց քեզ որոշում էին կամերաների առաջ պատմել։ Եղել է որ բան պատմեն ու ասես այսի կրակելու է եթերը։ Ես երբեք դրա մասին չեմ մտածել, երբ որ տեսագրություն էր։ Դուք կարծում եք, որ ես այդ րոպեին հեռուստատեսության աշխատողի նման էի մտածում, բայց այն հայտնի ֆրազերը, որոնք նույնիսկ տարածվել են, ես այնտեղ չեմ էլ լսել։ Մինչև դա այդ թողարկումը չի գնացել եթեր, ժողովուրդը չի վերցրել, չի տարածել, դա իմ համար, դա նախադասության մի մաս է եղել ընդհանրապես տաղավարում։ Իսկ մոնտաժային ընթացքին դու մասնակցել ես։ Ոչ, ես մասնակցել եմ ուղղակիորեն որպես պրոդյուսեր վերնագրերին, այո ոչ ասելուն, շատ հաճախ այդ wow էֆեկտը ստանալու համար թիմն էլ ինձ չէր պատմում, թե դա ոնց է։ Ես ունեցել եմ մինիմալ ինֆորմացիա եւ օրինակ որտեղից է զանգ կամ ինչ տեսանյութ է, դրանք իմ մոտ գրված է եղել ու ես նախընտրում էի չհասնեի այդ էջին, իսկ սցենարները ես նախորդ չեմ ստացել։ Մենք նկարում էինք 7-ից 9 թողարկում մեկ օրվա ընթացքում։ Այսինքն ես հասցնում էի ընդամենը հագուստը փոխեի, ջուր խմեի, որովհետև այդ լարվածության մեջ ես նախ չէի էլ հասցնում սնվեի, նկարահանումները առավոտը 9-ին սկսում էր, երեկոյան 11-ին ավարտում էր։ Դուք որ հասկանաք, թե ինչ օգնականս, որը իմ հետ վերջին 15 տարին է աշխատում։ Իսկ ես սենց ժողովրդի մեջ եմ լսել, իհարկե, բանը, որ ասում են հրաչը մարդկանց դժբախտության վրա բիզնես էր անում։ Ոնց ես վերաբերվել դա։ Ես մարդկանց, ես ասում եմ, չեմ արգելի ոչ մի տեսակ վերլուծություն։ Ես գիտեմ մենք ինչ ենք արել, ինչի համար ենք արել, որքան մարդկանց ենք կարողացել օգնել եւ այդ մարդիկ մինչեւ հիմա կան ու շնորհակալ են, իսկ մարդիկ, ովքեր որ ցանկություն ունեն նման մտքեր հայտնելու, կարող են շարունակել անել նույնը, ինձ դա չի խանգարում ոչ ապրել, հա։ Նեղվելու չի, որ օրինակ տենց աշխատանք ես կատարում, բայց օրինակ մարդիկ ուրիշ բան են։ Խայբը, մեմերը,
եւ այլն։ Ուրիշ տեսանք։ Նեղվելու է, բայց եթե հենց հիմա կոնկրետ հիմայի մասին է խոսքը, ասում եմ ես այդ этаպը անցել եմ եւ հասկացել եմ վաղուց իմ 42 տարեկան հասակում 42 այո լուրջ ոյ որ աշխարհից արդարություն սպասելը ամենաանարդար բանն է Հա Իսկ բանը ինձ մնում է ես փորձել եմ իմ authentic մարդ տեսակը պահել, չկոտրվել եւ այդ հարցազրույցներ չտալը նորից եմ ասում պայմանավորված էր նրանով, որ երբ որ դու ճշմարտություն ես ասում մի բանի կողքին, որն ավելի է տարածվել, դա մեր իրականության մեջ արդարանալ է ընկալվում։ Իսկ ես արդարանալու բան չունեմ ոչ իմ, ոչ ինչ որ մեկի առաջ։ Ինքնաբավության այս մակարդակին եմ ուզում հասնեմ։ Ես գիտակցման մակարդակին եմ ուզում հասնեմ իսկականից։ Հաճելի ուսուցիչ։ Լավ առումով եք էլի ասում։ Շատ ուրախ եմ, եթե ինչ-որ բանով կարող եմ օգնել, համարս ունեք։ Հա, Իսկ ինչ-որ ֆորմատի կիսաբաց լուսամուտների հիմա կա բարեգործական ֆոնդ որպես բան, թե Այո, բարեգործական ֆոնդը, չէ, բարեգործական ֆոնդը իր աշխատանքները շարունակում, այսինքն մենք ունենք, տեսեք, այդ տները, որոնք կան, հիմա իրավական առումով ասեմ, դրանք 100 տարի օգտագործման իրավունքով են տրված, դրանք սեփականության իրավունքով տրված չէ, որովհետև մենք ունեցել ենք առաջին վատ փորձը, երբ որ տվել ենք, հետո նկարահանող խումբը Հովանավորի հետ փորձել է գնալ մի տարի հետո, որ ցույց տան, տեսել են տունը վաճառած է։ Դրա համար միշտ ասում են ամենալավ օգնությունը ոչ թե փողն է, այլ աշխատանքի ընդունելը։ Չէ։ Այո, ասում են հնարավորությունը ստեղծել։ Դրա համար ունենք մեքենաներ, դրա մասին էլ մոռացա, որոնք առաքման ծառայություններ կատարելու համար են միայն նախատեսված։ Տրվել են նման մեքենաներ նաև եթերում։ Իսկ մի քիչ կիսաբարությունից, որ մի քիչ շեղվենք, մի հատ հարց ունեմ։ Շատ կուզեմ շեղվել, հա։ Տպավորությունը ոնց որ ես ամբողջ կյանքս միայն կիսաբաց լուսամուտներ եմ արել, 14 տարեկանից։ Հարի Փոթերն ես այդ ոլորտի։ Դրա հետ են ասացնում տենյով այդ Ով է հիմա ձեր համար ավելի բարդ ու անկախատեսելի զրուցակից շոու բիզնեսի հին աստղերը, թե հիմիկվա բլոգերներն ու տիկտոկերները, որոնք կանոններից մի քիչ ավելի դուրս են։ Բարդ։ Ոչ մեկ էլ բարդ չի, ինձ թվում է ամեն մեկը իր տեսակը ու իր բաց լինելու սահմանը ունի։ Ում հետ է հեշտ, երևի ձեր սերնդի հետ մի քիչ ավելի հեշտ է, բայց այնտեղ էլ ուրիշ բան կա։ Երբ որ մենք մի սերունդ ենք եղել, չնայած ես երբեք շոու բիզնեսից չեմ եղել, այդ ոչ մի կուտոկում չեմ եղել, ոչ մի խմբից չեմ եղել։ Ասեմ ձեզ շատ կարևոր բան ասեց, որ հիմնական հարվածները կիսաբաց լուսամուտներին ուղված նաև եղել են գոլեգաներից, որովհետև դժվար է հասկանում եմ ոմանց ընդունելը, հա, որ դու անում ես մի բան, որը խիստ պոպուլար է, հա։ Ինչ հետաքրքիր է։ Եղել է որ հիմա կանչեք, ասեն չէ, չենք կարող կանչել։ Իհարկե, գիտեք ինչքան յախ-յուղ էին անում, հա, բնականաբար։ Ջուսը, որ ամեն 3 էպիզոդը բեք նստած է։ Հա, բայց ջուսը տիպը։ Ես այդ մարդու ազատությունից է։ Ես ոչ մեկին չեմ գերագնահատում կամ թերագնահատում, որովհետև դա հարթակ էր, որտեղ ամեն մեկին տրված էր խոսքի իրավունք ու ոչ մեկին ասած չէր, որ կա սահմաններ։ Սահմանները միայն օրենքով նախատեսված էին, թե մարդը իրան ոնց բացեր, ոնց կվերաբերվեր այս կամ այն ինֆորմացիային, շոկը կիսաբաց լուսամուտների հետ կապված, հենց դա էր, ասում եք կիսաբացից չխոսանք, ու էլի կիսաբացից եք լավ, խոսում։ իսկ հիմա հարց, ում հետ է ավելի հետաքրքիր, օրինակ բլոգերների, տիկտոկերների, թե հին աստղերի հետ հաղորդումների թեկուզ ուրիշ որպես կանչել։ Իրականում ամեն մեկը ձեր հետաքրքրությունը ունի, դժվար է, ոչ թե դժվար է, այլ սխալ է համեմատել մի բան, որը համեմատելի չի։ Ում զվյոզդերն է ավելի շատ տարած, հին աստղերի, թե օրինակ բլոգերների ու տիկտոկերների, այդ առումով էլի այդ աստղային վիճակներում մոտ։ Ձերոնց մոտ էլ կա, որ աստղային է տարածը, հա, Իսկ դա մարդու մասին է, օրինակ իմ մոտ տարած է։ Երեխեք, էդ էլ է, այդ նենց չի, որ այդ շրջանը ես էլ չեմ անցել։ Հա։ Ասեմ ավելի, տեսեք, հիմա մի քիչ ավելի հեշտ է ձեզ, ես 14 տարեկանում, երբ որ հայտնի էի, ինձ որևէ մեկը չէր բացատրում այդ հայտնիության հետ ինչ է պետք անել։ 14 տարեկան։ Չգիտեմ։ Պրոցայդ։ Ստացվեց։ Ոչ մեկ դու այդ նախ դու որպես մարդ ես նոր սկսում կա
Եվ հետո այն ժամանակ իմ համար շատ դժվար էր նախ որպես երիտասարդ, որը ինքը իրանա փորձում հասկանալ ու հանրության մի հատ մեծ ուշադրություն է։ Այնպես չի որ իմ ծնողները հայտնի մարդիկ են եղել, որոնք ինձ կարող էին բացատրել թե հանրության հեյթի, ճանաչվածության հետ եղել է։ Օրինակ, եթե իմ ինստիտուտի տարիներից մարդկանց հարցնեք, շատերը կարող են ասել, որ քիթը-ցից մտնում էր ինստիտուտ, դուրս էր գալիս, իսկ ես դա անում էի կոմպլեքսներից, չէի խոսում պարզապես, մտնում էի ուղիղ գնում էի իմ լսարան, անում էի այն ինչ որ պիտի անեի, այսինքն ուսումնական process-ին էի մասնակցում, արագ դուրս էի գալիս էի աշխատանքի եւ չէի գնում բուֆետ, չէի շփվում, որտեվ դրա ժամանակը չկար, մարդկանց թվում էր, որ բայց որևէ մեկին չէիր կարող դա ապացուցել։ Այսինքն ես չեմ էլ ունեցել այդ խոսակցությունը, ունեցել եմ իմ փոքր խումբը ընկերների, Յուրը, Վարշամը, Լուսինեները, այսինքն մեր ժողովրդական լեզվով ասած կուտոկը։ Հա, ոսկե։ Հա, իմ կուրսեցիները, որոնց հետ մինչև հիմա շփվում ենք, հա, լավ ընկերներ ենք։ Հա, կասեմ, ես էլ իմ քիթը-ցից եմ եղել այդ ժամանակ, բայց լավ է սա։ Բայց օրինակ չէ, բայց չեմ եղել։ օրինակ հիմա Բայց դու ինձ ասել էի թե եք տալու, ջուր եք դրել դեմս։ Ջուր չուզիր։ ջուր այդ մեր Կատակ եմ ադմինիստրացիային հանել հեցի հա։ Իսկ կա հաղորդում կամ ֆորմատ, որ դու կուզեիր անել ու չես անում, մտածում ես, անես, չանես։ Անում եմ։ Հիմա անում Հիմա անում եմ։ Ի՞նչ է։ Բաց թեման այն ֆորմատն է, որը ես ուզում եմ, այսինքն զրույցները, դուք էլ եք եկել։ Ինքը հետաքրքիր է, բայց դա լայն լսարան չի կարող ունենալ, որովհետև մարդիկ այսօր չեն ուզում լսել միտք, մարդիկ ուզում են լինի դա գործողություն, թեթև ու ես դա մեղադրելով չեմ ասում։ Հա։ Կյանքի ռիթմը այնպես է, որ մարդիկ ուզում են ժամանց ավելի, Հա, մտածելու բան ուզում, չեն կամ ուզում, օրինակ։ չեմ ուզում նման որակավորում տալ, բայց Պրոֆեսիոնալ չի։ մարդիկ շատ ավելի թեթև մարսվող պրոդուկտ են նախընտրում, քան լուրջ վերլուծություն եւ այլն։ Այսինքն բաց թեմայի տարբեր թողարկումներ, տարբեր լսարաններ է նաեւ բերում ու էդ էլ է սկանդալային լինում։ Իմիջիալից երբ որ ես ձեր մոտ եկել էի բաց թեմայի եւ խոսում էինք ավելորդ քաշից, դրանից հետո իմ age-ը մի օրվա մեջ 4000 հետևորդ է եկել, ես զարմացել էի, որովհետև նախ ես բաց թեմայից երբ որ դուրս եմ եկել, մտածել եմ միտքս նենց է եղել, որ օրինակ հեյթ ավելի շատ կգա ու բացի դրանից այդ բաց թեմայից հետո անկեղծ լիքը աղջիկներ մոտեցել են ու շնորհակալություն են հայտնել, որտեղ խոսացել ենք այդ թեմայի շուրջ։ Ես շատ ուրախ եմ, որ դու դրա մասին բարձրացնում ես, որտեղ շատերը նախընտրում են լռել դրա մասին, որովհետև ավելի հեշտ է ասել ու ավելի լավ է, չէ՞, որ չէ, այդ իմ աշխատանքի արդյունքն է, որ ինձ եկել է։ Ճիշտ է, եկել է։ Իսկ տանը դու էլի Հրաչ Մուրադյան ես, եթե խնդիր ա լինում, երեխեքի մեջ, բարեկամների մեջ, դու էլի sense դնում վարում ես այդ ամենը փորձում ես վերլուծել, լսել։ Ես եթե բառացի հիմա մեջ բերեմ կնոջս, կինս ինձ ասում է դու աշխարհի ամենաձանձրալի մարդն ես, որ ես հա, ես շատ հանգիստ կյանք սիրող եմ առհասարակ, ավելորդություններ չլինեն, ինչ-որ տուսովկաներում չկամ իմ համար տունը եւ այլն, ու երբ որ այդ բամբասանքները կա, կինս մեկ-մեկ որ լսում է, իրան ավելի է հասնում դրանք, ջղայնացած ասում է հիմա պատկերացնում են դու ես ինչ ես անում, դու նստած ես այդ բասկաթոռի վրա, զբաղված ես մի բանով, որը արտադրությունն է հերթական նախագծի։ Ես տան մարդ եմ։ Իմ աշխարհը միշտ եղել է տանը ու մարզասրահում։ Կիսաբաց լուսամուտների ժամանակ էլ ես առավոտը արթնացել եմ, գնացել եմ մարզվել եմ ու եղել եմ ավելի շուտ աշխատավայրում, քան իմ աշխատակազմն է եղել։ Հիմա որտե՞ղ ես ապրում դու։ Ես ապրում եմ երկու քաղաքների միջև, տարվա կեսը ստեղ եմ, Երևանում եմ ապրում, մյուս կեսը, քանի որ ընտանիքս Լոս Անջելեսում ապրում եմ։ Այն կեսին այսքան չեն գալիս, դու ստե մենակ ես։ Գալիս են, ինչի չեն գալիս։ Երբ որ ես ունեմ նենց գրաֆիկ, որ կարելի է համատեղել իրանց հետ նաև ժամանակը, գալիս են անպայման։ Քանի սենյակ է դու։ 2 հարկանի է, ունեմ 6 սենյակ։ Իսկ ժամը, ես ինչ նստել ենք, ես ժամը ծակում աչքս ուղղակի, գրգիրեին, ես պրյամ ծակեց աչքս էլ, ես լույս ընկնում է, հետաքրքիր է ինչ բաներ։
Ես չէի կասկածում։ Մեզ կանանք թույլ տանք, թե չէ։ Դրա համար Բայց ես եմ կուզեի, նստում։ եթե ժամացույցից ես խոսում, ես ու կինս իրար նվերներ ենք արել, երբ որ մենք ունեցել ենք մեր աղջկան, սա իմ կնոջ նվերն է, ինձ Միա, Հա։ ինչ գեղեցիկ է։ Մենք գնամ աշկերս Հիմա էլ իսկ երեխան ինչա։ Անդրանիկ։ Քանի որ մեր Անդրանիկ զավակն է, կապ չունի։ Ամենածիծաղալին Միայի անունը որ ընտրում էինք, ասում էինք միջազգային անուն ընտրենք, որովհետև ինքը գլոբալիզացիայի մեջ է ծնվել ու մենք չգիտենք աշխարհը ուր է գնալու, ինքը որտեղ է ընտրելու, ապրելու այդ Կոսմոպոլիտան Հա, եւ չգիտենք, աղա Մարսում է։ Ես գնալու եմ weekend-ին Մարս, տենց տար։ Իսկ զարմանալի չի, որ 15 տարի հետո կլինի, որովհետեւ իդեպ շատ ուրախալի փաստ այս գիշեր ինքը 5 տարեկան չկա, բայց առաջին ատամն է հանել, փոխում է, հա։ Շնորհավոր։ Մերսի։ Շնորհավորում եմ, շնորհավոր։ Էս Բրինց հարցերը։ այո, բրինց հարցերը։ Յանի բլից բրին, բլից։ Մերում եմ որ միշտ պետք է բացատրենք։ Դիրոպես մենք ենք միրոպե։ Այդքան հայտնի չենք էլի որ կարիք չլինի բացատրել։ Լավ, հիմա բրինձից հանում ենք հարցեր ու արագ-արագ տալիս ենք։ Եթե ձեզ առաջարկեին 50 միլիոն դրամ, բայց պայմանով, որ մի տարի շարունակ դուք չպետք է զբաղվեք ոչ մի տեսակի մեդիա գործունեությամբ ու պետք է ապրեք լիակատար լռության մեջ, կհամաձայնվեիք։ Դրեք սեղանին հենց հիմա այդ փողը։ Հա։ Դե Եթե հանգստության մասին է էլի ձեր կյանքը այս բանը։ Իմ կյանքը առհասարակ դրա մասին է։ Տեսեք, դուք ոնց որ հաշվապահին մեղադրեք հաշվապահ լինելու համար։ Ամեն մեկս մեր մասնագիտությունը ունի։ Հիմա իմ մասնագիտությունն էլ հեռուստատեսությունն է։ Նաև այո։ եւ սիրուն եւ հմայի հարաբաց լինելն է։ Շնորհակալ եմ։ Իսկ հեչ մտածել ես Նասկու բրենդ ունենալու մասին։ Ունեցել եմ այդ առաջարկը միասին անելու, բայց կարծում եմ առաջարկ անողը հետաքրքիր առաջարկ էր անում, բայց բիզնեսի առումով իրանք դեռ տենց կոփված չէին։ Բաց եմ առաջարկներին, Պրեմիում բայց պետք է լինի։ Ես պատկերացնում դա շատ թանկ պրոդուկտ է։ Հա, ես հետաքրքիր կուզեի անեին աս, իրականում գուրբաներ, հա, կարել է հետաքրքիր միտք է։ Հա գրած լինի օրինակ, sense սիրո։ Չէ, ես չեմ ուզում իմ մասին լինի։ Կանենք ինչ որ հետաքրքիր բան, բայց դա ես առհասարակ առհասարակ չեմ սիրում այդ ոչ լոգոներ, ոչ բրենդեր, ինչքան էլ որ այո, ես նախընտրում եմ հագնվել բրենդ։ Չեմ ասի ինչա, Բայց ես հիմա Սանդրոյ եմ։ Ասում է ծիխի ռոսկաշ։ Հա, old money տիխի ռոս։ Վստահ եմ 44000 դրամ աշապիկը։ Ինքան վստահ եմ։ Էդի չէ, թոմր թանկ է։ հիմա ինձ ոտից գլուխ հաշվելու եք։ Հա, մենք սիրում ենք գրպան մտնել։ Ինչն է ձեզ ավելի շատ հունից անում, երբ հաղորդման հյուրերը եթերից մի քանի րոպե առաջ հայտնում է, որ չի կարողանալ գալ, թե ձեր մեքենայի անիվը ծագվում է աշխատանքի շտապելիս։ Ոչ առաջինը ոչ է, երկրորդը ինձ հունից չի հանում, երկուսն էլ եղել է, առաջինի դեպքում ադմինիստրատիվ թիմը շատ արագ լուծում է, երկրորդ դեպքում է պատմեմ ինչ եմ արել, մտել եմ առաջին պատահած խանութը տվել եմ մեքենայից բանալիները, իրենք զարմացել են, ասել եմ օգնականս կամ եղբայրս հեսա կգան մեքենան կտանեն, ես տաքսիով շարունակել եմ ճանապարհս։ Եղել է տենց բան։ Իրականում ինտերնետում sense քննարկում են, որ դու շատ կոկիկ մարդ ես, կոկիկ ամիջով, չափված ձևածով, հագուկապով եւ այլնով, ուզում եմ քո կարդիոպի մասին հարցնեմ։ Ինքը sense թանգարանի է նման, sense մեծ լիքը sense շորեր ունես ու արդյոք դու իրոք sense հետևում ես, թե ոնց դուրս կգաս դուրս։ Ես ունեմ 4 զգեստապահարան։ 4 Հա, որպեսզի տեղավորվի այն ինչ որ ունեմ։ Այդ 6 սենյակից 4 սենյակը։ Չէ, դրանցից ընդամենը մեկն է տանը իմ մոտ այն հագուստներն է, որ ես առօրյայում եմ կրում։ Միացյալ Նահանգներում ունեմ մեծ զգեստապահարան, հեռուստատեսությունում ունեմ այս սենյակի չափ սենյակ, որտեղ միայն կոստյումներ են, միայն վերնաշապիկներ են ու փողկապներ են։ Ու կոշիկներ, որոնք ես հագել եմ եթերում կամ հիմա շարունակում եմ։ Ես աշխատում եմ այն ինչ որ եթերում եմ հագել ու կիսաբաց լուսամուտների հիմնականում այդ գարդերոբը նաև չափսերի առումով արդեն չեմ կարող օգտագործեմ, որովհետև տարիների ընթացքում, հա, դե մեծացել եմ նա։ Բայց ամեն դեպքում Ես 27 եմ, թե 26 էի, երբ որ կիսաբաց լուսամուտները սկսվել է ու ավելի քո չափերի մեջ էի, էլի։ Իսկ դու ես առնում քո շորերը։
Հա, ինչ որ բաներ իհարկե ես եմ առնում, բայց տարիների ընթացքում կիսաբաց լուսամուտների ամեն օրվա եթերի համար բնականաբար մենք ունեցել ենք առանձին։ Չէ, կիսաբացի հիմիկվա շորերի մասին։ Այո, հիմա ես եմ։ Հայաստանից ես ավելի շատ օգտվում թե լավ։ Չէ, Հայաստանից երբեք գնումներ չեմ արել։ Հետաքրքիր է։ Իսկ Թեմուից Շեյնից օգտվում։ Վալբերից։ Այո, ինչի՞ չէ։ Հա։ Էս թեմույա, լավ։ Հա, թեմու, էս լա թեմու։ Չէ, դե լավ երևում է օգտվում։ Դե լավ։ Հիմա ուզում եք ինձ ամաչացնել։ Չէ, բայց աշխատել ես այդքան ու արժանի ես։ հարուստ լինելու մեջ ի՞նչն է ամոթ։ Ես էլ եմ հարուստի շոր եմ հագել։ Հիմա տեսեք, հարուստ ում կամ ինչի համեմատ կամ որն է այդ չափանիշը հարստության։ Ես ունեմ բավարար գումար ապրելու համար այն կյանքը, որը ուզում եմ եւ կարող եմ ինձ թույլ տալ։ Եվ այդ կյանքը ես ինձ թույլ եմ տալիս ապրել իմ աշխատանքով, ոնց որ դուք եք ապրում։ Այո։ Դուք էլ հարուստ բլոգերներ եք։ Այո։ Ձեր մոտ են գալիս գովազդի, ոչ թե մեր, չէ, լավ չեմ Ես ուզում եմ պարապեմ, մի հատ եկեք փորձենք, էլի տենակ մեզից ով է ավելի հարուստ, պետք է հարուստի ծիծաղ փորձենք։ Դավեթի, ես եմ գնում։ Вообще հարուստի ծիծաղ չի։ Չէ, որովհետև չկա։ Մի հատ է դու։ Չի նստած փողը։ Դու սկսիր։ Ահա որը։ Ես ցած քնդա եթե փող ունենայի։ Որը ծաներա։ Էդի հարուստի սիրածի ծիծաղը։ Ահան, անցանք մեր սիրելի ռուբրիկայի, որը կոչվում է Բամբասանք։ Այո։ Սիրում ես բամբասել։ Ատում եմ։ Հիմա քաշում ես անունները ու բամբասում ենք իրար հետ։ Բայց եթե բամբասելու բան չունի։ Կարաս լավ բաներ, մենք կգտնենք կգտնենք ինֆորմացիա։ Ես մարդիկ չեմ որ չունի բամբաս։ Արուսիկ Տիգրանյան։ Ես այս մարդուն շատ եմ սիրում, ինքը շատ գունավոր, վառ մարդ է տեսակով ու իր տեսակով էլ ինքը եթերում է։ Դրա համար հայկական հեռուստատեսությունը գույն փոխեց։ Ոնց կարամ վատ բան ասեմ, եթե նույնիսկ չեմ մտածում։ Իրան մեղադրում են անտակտ լինելու մեջ իր հերոսների հետ, օրինակ ռեպորտաժների ժամանակ։ Ինչ ես կարծում այդ առումով, օքեյ այդ ֆորմատը։ Դա երբ որ սարկազմի հումորի մեջ է ու շատ հաճախ ինքը իր վրա է վերցնում այդ հարվածը, ոչ թե հյուրերի։ Այդ շատ պրոֆեսիոնալ հատկություն է։ Իսկ ինքնությունն է հագնվում ըստ քեզ։ Ու շադիր չեմ եղել, թե ոնց է հագնվում, բայց չեմ կարծում։ Փորեմ էլի։ Հա, շատ։ Շատ սիրում։ Իսկ ինքը օրինակ իր հետևորդներին դատի է տալիս, եթե իրան վատ կոմենտ են գրում ու նաև հաղթել է երկու անգամ այդ դատերը։ Դա նշանակում է, որ հիմք է ունեցել, եթե դատարանում կարողացել է ապացուցել, որ ինչ-որ մի բան Իսկ համենայն դեպս եղանակ է փոխել, որ ամեն մարդ վատ մեկնաբանություն գրելուց առաջ իմանա, էլի, որ կարա յուրաքանչյուր բանի դատվի։ Դու օրինակ դատի կտեր, եթե քեզ վատ, չնայած գրում եմ, բայց ես ունեցել եմ դատական գործ, երբ որ գյուղապետը ինձ եթերում ասել է դեբիլ, բայց սուտասան դեբիլ։ Մենք ապացուցել ենք, որ ոչ դեբիլ եմ, ոչ էլ սուտասան, որովհետև ինքն էր խնդրահարույցը, բայց քանի որ ես ֆինանսական ակնկալիքներ չեմ ունեցել, մենք մի դրամ ենք ընդամենը ուզել, բայց դրա մասին չեմ բարձրացել, բազում դատական գործեր ա եղել։ Իսկ եղել է որ ուզենան ջնջել տան։ Շատ, իհարկե, այնտեղ մինչև թողարկումը նկարահանելը բոլորը համաձայնագիր էին ստորագրում։ Բայց ջնջել տալիս էին միկա, բայց չէի տալ ջնջումին։ Ուզում եք մեկը դուք հաշեք, որ իմ համար ավելի անակը կա։ Պետրոս Ղազարյան։ Ինչ կարծիք ունես ընդհանրապես իր օրինակ շոուների, իր հաղորդավարության, լրագրության, լրագրողա քաղաքական։ Դուք թվարկեցիք այն բոլոր աշխատանքները, որ ինքը անում է։ Կնայիր հյուր կուզեիր ինքը գար քեզ։ Լավ, Մանեկ Դիկորյան։ Ջանը, իհարկե, Մանեն ինձ տեսեք, Մանեն նենց ընտանիքից է գալիս ու նենց միջուկ ունի, հա, որ դժվար է չգնահատելը։ Ու շատ կարևոր է, երբ որ մարդը կարողանում է ինչ-որ կետում ասել չէ մեծ հնարավորություններին ու գնա իր պրինցիպներին։ Հա, սկզբունքներով ինքն իրան է անի ու անում է մի բան, որը թույն նախագիծ է իմ համար հենց հիմա։ Հարց չկար։ Այո։ Հա։ Մհեր Բաղդասարյան։ Առանց մեկնաբանության։ Հա։ Հա։ Օպա։ Էսի լարվոտ է։ Օ, լուրջ։ Բայց ես գիտեի լավ կլինի։ Դուք նույն ալիքում եք աշխատել։ Այո, կիսաբաց լուսամուտներում ամահերը նաև որոշակիորեն ժամանակ մենք ունեցել ենք երկար աշխատանքային գիտարանը
Աշխատանքային կյանք իրար հետ, այո։ Քաշի։ Ոման, ես ես չգիտեի։ Ամալա Հովանեսյան։ Ահա, էլի առանձնագրություն։ Հա, մարդը անգլերեն բառով self-made է։ Այսինքն ինքը, երբ որ բոլորն ասում էին, որ հարցազրույցները 15-20 րոպեից ավել չպետք է լինի, որտեղ որևէ մեկը չի նայում, ու հիմա բոլորը շատերը սկսեցին այդ ֆորմատի մեջ հարցազրույցներ անել, սկսեց մի ֆորմատ, որը հիմա շատերը փորձում են կրկնօրինակել։ Չստեղծեց ֆորմատը, հայկական իրականության մեջ պարզապես սկսեց անել այդ հարցազրույցների շարքը։ Շատ հեշտ է փնովել մարդկանց աշխատանքը։ Ես միշտ նայում եմ մարդկանց կատարած աշխատանքին, գնահատում եմ ու հասկանում եմ, որ այդ ամեն ինչի ետևում շատ լուրջ ռեսուրսներ է, մարդկային ռեսուրսներ է ծախսած։ Ինչ ասեմ։ Դիանա Գրիգորյան։ Ինքն էլ է ապացուցել հայկական իրականության մեջ։ Ես չեմ հասկանում, ինչի ենք մենք ուզում մարդկանցով առհասարակ։ Կարծում ենք, որ մարդիկ են խնդիրը։ Դիանան իրականությունից վերցրած պատմություններ է գրել, հա, իր սցենարական ունակությունները գործի դնելով, եւ դուք ուզում եք մեղադրում եք մարդուն իր կատարած աշխատանքի համար։ Եթե դուք այդ լույսի ներքո եք ներկայացնում, ես էլ ասում եմ ձեզ, դա աշխատանք է, եթե դու այդ աշխատանքը չես ուզում, որ լայնածավալ լինի, մի նայի, մի դարձի դրա օգտագործողը։ Ռաֆո, եթե դու հիմա լինեիր որոշակի սկզբունքների տեր բլոգեր, քեզ նայեին շատերը, ով է մեղավոր, որ դու ես վատը, թե որ քեզ նայում են շատերը։ Ձեր վրա եկեք ապլիկացիաները։ Ես եմ այդ տալիս, չէ, ես եմ վատը, որ ասում ես իրականությունն է տալիս, ես համաձայն չեմ։ Ամեն իրականություն պետքա չտաս։ Այդպես լինի մենք մենակ գողական կինոներ պետք է ունենանք կամ մենակ մեր կյանքը գողական է, մենակ։ Չէ, բայց այդ պոպուլյար է։ Այդ առումով մի բան ասեմ, նորմալիզացումը օրինակ բռնությանը սերիալներում ու ասել որ դա իրականություն է։ Եկեք մի բան պայմանավորվենք, որ ես հիմա վերլուծում եմ մի բան, որ չեմ տեսել, այսինքն սերիալը չեմ նայել, եթե դուք հիմա որոշակի հղումներ եք անելու, ես դրանից տեղյակ չեմ, թե ինչ է եղել եւ ինչ բռնության մասն է խոսքը։ Բռնությունը բոլոր դեպքերում խրախուսել չի կարելի։ Չէ, մենք հիմա կոնկրետ Դիանա Գրիգորյանի գրած սերիալի մասին չենք խոսում։ Օրինակ առհասարակ հայկական սերիալներում շատ են բռնությունները կանանց հանդեպ, այդ սեքսիզմը, ռոմանտիզացումը, բռնությանը, գողական աշխարհը, այդ ամենը Դա սերիալում է, թե դա կյանքում է, որը սերիալում այդ կտորը դարձնում է ռոմանտիզացնում է։ Ինձ թվում է հիմա արդեն սերիալը ռոմանտիզացնում։ Ոնց է ռոմանտիզացնում։ Այսինքն ասում է, որ այդ օքեյ է։ Օրինակ բոլոր մեսիջ են տալիս։ Հա, աղջիկը սիրարվում է այդ Դες ասեմ, օրինակ միանշանակ դեմ եմ, եթե նման մեսիջով է, բայց խիստ կասկածում եմ, որ այդ մեսիջն է ուղարկում Դե նայեք, սերիալը։ օրինակ սերիալներում կա, որ գլխավոր հերոսը, ես այդ սերիալների զոհն եմ եւ ռոմանտիզացնում եմ բոլոր այդ կերպարներին։ Օրինակ դժվար ապրոստի գորին բերեմ օրինակ, ինքը հարուստի լակոտ էր, հա, որպես Ալբերտ Սերիփիչներ ասում, ինքը ուներ կին ինքը ուներ կին ու ինքը իր կնոջ թողնում է, որը հղի էր ավելին ասեմ, գնում է աղքատ աղջկա է, սիրահարվում, ինչ որ ամուսնանում են, բան։ Հիմա ես մեծացել եմ 10 անգամ նայել եմ այդ սերիալը, մեծացել եմ ու հասկանում եմ, որ դա նորմալ չի, եւ որ տղամարդ ունի ամուսնացած կին, թողի գնա աղքատ աղջկա հետևից, որ իր հետ ամուսնանա։ Երեխեք, դուք չեք հասկանում մի հատ բան։ Եկեք, ես ձեր սերնդի հետ միակ խնդիրը, որ ունեմ, էսա։ Երբ որ դուք չեք ընդունում, որ մինչև ձեզ ինչ որ բան է արված, որը բերել է այն հնարավորության, որ դուք կարող եք այսօր խոսել ավելի ազատ դրա մասին, եւ դուք ունեք այսօր այդ հնարավորությունը որպես հանրային ռուպր լինելու, քարոզելու շատ ավելի լավ արժեքներ, բայց մի մոռացեք, որ ձեր սերնդին հաջորդելու է հաջորդ սերունդը, որը գտնելու է նաեւ սխալներ ձեր արածի մեջ։ Թող գտնի։ Հա, բայց օրինակ մենք լիքը թեմաներից երբ որ խոսում ենք, մեզ պատտվում ասում են դուք խայպի համար եք խոսում։ Ես 300,000 պլյուս հետևորդ ունեմ, կարիք չունեմ ընդհանրապես խայպ անելու։ Այսինքն ես ինչ որ թեմա բարձրացնում եմ ու իմ համար էական չէ թեման ոնց կբարձրանա, ով ինչ նպատակով կանի։ Եթե դա բերելու է նրան, որ լինելու է արդարություն ինչ որ սեգմենտի համար, թող բարձրացնի։ Եթե հիմա հետևորդներով ենք չափվում, 500,000 եմ ես ունեմ կարիքը։ Ես էլ ասում եմ ես քեզ, եթե հետևորդներով ենք չափվում,
500,000 էլ ես ունեմ YouTube-ում, 300 քանի հազար էլ Instagram-ում է ու մենք էլ չունենք հայպ անելու, չէ՞, ունենք որոշակի թեմաների շուրջ, որոնք շատերի համար փակ են նաև նախընտրում են մարդիկ, որտեվ որ խոսած տարբեր կողմերից սկսելու են էլի սրերով թրերով գալը։ Մի հատ էլ պատմություն ձեզ պատմեմ կիսաբաց լուսամուտներից, որ միտքս շատ ավելի հստակ լինի։ Մի թեմա եղավ, որը շատ վատ ավարտ ունեցավ, հերոսը տղամարդ էր թողարկման, որն ասում էր, որ զոքանչս արգելում է ու խոչընդոտում է, որ ես իմ երեխային տեսնեմ, ու ասում է, որ ես իրան սպանելու եմ։ Այդ րոպեին, իսկ օրենքով այդպես է, դու պարտավոր ես ասելու հեռուստատեսության եթերում, որ ոստիկանությունը սա պետք է ընդունի որպես պաշտոնական հաղորդում։ Ինչը ես անում եմ, թողարկումից հետո մեր իրավաբանական ծառայությունը ուղարկում է նաև ոստիկանությանը այդ ինֆորմացիան, որևէ մեկը, այսինքն իմ իրավունքներն ու պարտականությունները այդտեղ որպես հանրային մարդ, հա, սահմանափակ է, որ ինձ մեղադրում են, բա ինչի չարեցիք դրանից հետո, ինչ կարող էի ես ավելին անեի։ Այդ անձնավորությունը գնաց կացնահարեց իր զոքանչին։ Հիմա պատմության հաջորդ մասը իրավապաշտպանները հեռուստատեսության դիմաց էշերով ու կացիններով գոռում էին կացին հրաչ։ Որտեղ է տեղի մեղավորությունը կամ ինչ ես պիտի անեի, որը չեմ արել։ Եկեք հասկանանք, ու հայպը հենց սրա մասին է խոսքը, երբ որ ես ասում էի դրա մասին, որ հարցը կարող է դրան հասնել, ոստիկանությունը պարտավոր է դրանով զբաղվելու, որովհետև ես չունեմ իրավասություն դա անելու պարզապես։ Ոնց ստացվեց, որ սլակները դեպի ինձ է ուղղվում։ Այ հարցին դրա համար ես չէի տալիս, նորից եմ կրկնում հարցազրույցներ, որովհետև դու արդարանում ես պարզապես, այնինչ արդարանալու կարիք բացարձակ չկա։ Բայց այդտեղ արդեն այդ մարդկանց խնդիրն է, որ ամբողջությամբ չեն ուսումնասիրել խնդիրը։ Դուք ասում եք դժբախտություն, ինքը վնասել էր իր նախկին կնոջը, այդ երեխային չտեսնելու հանգամանքն է նշանակում է իրան հոգեբանորեն ծանր։ Հիմա ինքը բանտում է տարիներ անցկացնելու, մի մարդու այդ կնոջը զրկեց ընդհանրապես կյանքից, բայց երբ որ բոլորը իրենց տեղում լինեին, գուցե դա չլիներ։ Դու քո մաս գործը կարել ես, դա արդարանալու բայց քեզ մեղադրելու իմաստը ո՞րն է եղել։ Ես եմ ձեզ այդ հարցը տալիս։ Եթերա գնաց է, բռնության կոչ ա եղել, այսինքն մեղավոր պետք է լինի, միշտ զոհ պետք է գտնեն։ Հա, մենք սիրում ենք մեղադրել ինչ-որ մեկին։ Գտան։ Վեճ դրականն ենք շարունակում։ Շատ դրականի։ Մեր մյուս ակտիվությունը կոչվում է 1 րոպե զավզակ։ Մենք տալու ենք մի հատ թեմա ու դու պետք է ձևացնես, որ դու դրա գիտակն ես։ Հորինես, որ դու դրա մասնագետ ես։ Հենց դրա համար ենք կյոք։ Դու հյուրընթունել չգիտես ոնց հասկանում եմ, հա։ Էկոնոջան։ Կներեք։ Դու դրա գիտակն ես, մասնագետն ես եւ այլն։ Եվ առաջին թեման. ինչպես պրոդյուսերական հստակ կանոններով կառավարել տան հողաթափերի անկանոն տեղաշարժը միջանցքում։ Տալ ազատություն բոլորին, մենք տանը հողաթափեր գրեթե չենք հագնում, բոլորս նասկիներով ենք ման գալի, ես ոտաբոբիկ առհասարակ, որտեվ Նասկի չունես, հա։ Չէ, նասկի ունեմ, կարող եմ ինչ պետք է անեի, ոնց կառավարել։ Առհասարակ մարդկանց ազատություն տալ։ Չստիկները, ինչ մարդ։ Չստիկները ովքեր են կառավարում, մարդիկ, թե իրանք ինքնավար են։ Ինքնավար են։ AI է։ Ուրեմն իրանց էլ տալ ազատություն։ Հասկացա։ Ոտքի փոքր մատը մահճակալի անկյունի խփելուց հետո առաջացած ցավի կառավարման ռազմավարական պլանը։ Ցավը ոնց կառավարենք։ Գորալ, ավելի ուժեղ գորալ, փորձել հասկանալ ջարդել ես թե չէ, սառուց դնել, 3 հատ հայհոյան։ Իսկ եթե օրինակ սենյակ մարդ մտնի արժի իր վրա մունատ գալ, այս ինչ արի, խիմը տար էս պահին, դեր շնչում։ Հա, չէ, երևի այդ րոպե կարելի, հա, նայած մարդկանցից։ Կանայք ինձ թվում է ավելի Ինչ որ ես։ Հետո էլ ես միս ավելացրի։ Շատ որ դրեցիր չկարած էլի։ Կադրը փոխվում է իրար կողքեր։
Ամեն դեպքում իմ մոռացի, որ ես տանը կին ունեմ։ Հա չէ, թակար ես Բայց որ տանը, ես այս առողջկով ոչ մի բանի չեմ կարող։ Ես ինչ-որ վերնաշապիկիդ վրա շատ ես կենտրոն։ Որը։ Գույնը շատ լավն է, բայց։ Հա։ Հա։ Երկնագույն։ Լավ, շնորհակալություն։ Խանութից գնված նոր շորի վրայի թղթե պիտակը։ Բիրկան առանց մկրատի ձեռքով քաշելու, պոկելու եւ շորը պատրելու համակարգային ռիսկերը։ Միշտ անում եմ, միշտ պատրում եմ ու օրինաչափություն է դա ինձ։ Բոլորի մոտ, հա։ Նույնիսկ այն նասկիները, որ բացում ես, ծակ ամնում է, Չէ, այդ մեկը չգիտեմ, նասկի չեմ բացում։ Ես այս վերջերս պասպորտ սեղան էի գնացել, մոռացել էի պոկեի բիրկան, տենց պոկեցի, կեսը ճղվեց շորից վերևը։ Ոչինչ, քեզ տեղնա։ Կոշիկի մեջ ընկած փոքրիկ քարի պատճառած տանջանքները եւ դրանից ազատվելու հուզական պահը։ Այս ինչ մեծ դրամաների մեջ եք դուք ապրում։ Եթե կոշիկի քարն է տենց մեծ դժվարություն, պատկերացնում եմ Հուզական պահ է, դա նույնիսկ sense լարվածություն։ Հանի թափտուրանցի առաջ։ Իսկ եթե նասկի ծակա, իսկ դու մարդը շատ վայրում ես։ Սխալ մարդու սխալ հարց եք տալի Նասկիների վերաբերյալ։ Ինչու է սեղանին դրված անձեռոցիկների տուփից միշտ մեկի փոխարեն 5 հատ դուրս գալիս եւ ով է վերահսկում այս գործընթացը։ Ինձ թվում է շատ լուրջ մարմին պետք է ստեղծվի դրա համար, որովհետև դու սկսում ես քաշել, բայց նայած ինչ բրենդի ես ընտրում, որքան թանկը չգիտեմ դրա հետ ինչ կապ ունի, բայց հաստությունը համենայն դեպս կապ ունի, որքան հաստ է, քանի ավելի շերտերով է, հա, անձեռոցիկը։ Մի քանի շերտանի անձեռոցիկը։ Այնքան հաստ է, այդքան դժվար է դուրս գալիս։ Ահա, հետո ավելի դժվար սկզբից է դուրս գալիս, բայց հետո ավելի հեշտ է։ Սկիզբը միշտ է դժվար է կարելի ասել։ Եվ մտնելու եւ դուրս գալու։ Դու սկանդալների մասնագետ ես։ Ես սկանդալների մասնագետ չեմ, դրանք ուղղակի տեղի են ունենում իմ շուրջ։ Այո, ամբասադոր ես լավ սկանդալների։ Վերջ մեր հաղորդումը այսքանն էր, հարցերը այսքանն էր, պարոն Մուրադյան։ Այսքան բան։ Քիչ էր, բայց քիչ չէր, մի ժամ էր։ Համարյա ժամից ավել է խոսում ենք, ուղղակի այնքան հաճելի է մեզ հետ եւ մեզ էլ ձեզ հետ։ Միանշանակ հաճելի է, ինչ խոսք չեմ կարող թաքցնել, որ շատ հաճելի էր ձեզ հետ շփվելը, մանավանդ որ այս ֆորմատում շատ քիչ է, որ ես հնարավորություն եմ ունենում։ Մենք շատ շնորհակալ ենք, որ մեզ չեք մերժել, որովհետեւ գիտենք, որ շատերին մերժում եք, լավ եք անում։ Ես ոնց մերժեի քո այդ թախանձագին աչքերին, Օ, բերսի շատ։ Ես ձեզ հետո մենակ թողեմ։ Չէ, ես մարդամստացած եմ, ես այս սառոճկայով։ Դու էլ որ ձեռդ դնեիր ձերից, կարող է քեզ էլ ասեի թախանձագին աչքերով, բայց վստահ չեմ, որ քեզ ու ինձ դրանից հետո ճիշտ կհասկանային։ Երբեք չենք հասկանա ճիշտ։ Մեզ հյուրեր ուղակի շատ լավ մարդ Հրաչ Մուրադյանը, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր նոր ալիքի YouTube-յան ալիքին, որ մեր մյուս զարզակությունները բաց չթողնեք։ Այո։ Ապրես։